Երբ 5 տարի առաջ մշակույթի նախարարությունը կրճատվեց, ասում ենք լավ է, խի են անում։ 4 տարի անց պարզվեց, մեր ինքնության վրա հարձակվելու համար են անում։ Երբ Սփյուռքի նախարարությունը կրճատվեց, էլի ասում ենք լավ է, խի եք անում, ինչի համար են անում։ Անում էին Սփյուռքը Հայաստանից օտարելու համար։ Հիմա ինձ համար հասկանալի է, թե ինչի են փակել գյուղնախարարությունը, որովհետև հիմա ուղղակի փորձում են վերացնել գյուղատնտեսությունը։ Երբ Նիկոլ Փաշինյանը ասում է իմ զորայական կետից եմ սկսում, արդեն մարդիկ պիտի սարսափեն։ Ղարաբաղյան շարժումը իր զորայական կետից սկսեց, բանակցային գործընթացը ձախողեց, բերեց պատերազմ։ Հիմա վերջերս արդեն հայտարարեց, որ բանակը զորայական կետից է կառուցում։ Ամենից վտանգավոր հայտարարությունն է։ Իր զորայական կետը դա զորայացման կետն է, մեր Սերան Օհանյանը սա ճիշտ է նկատել։ Հիմա զորայացնում է գյուղատնտեսությունը։ Անտեղի, անիմաստ, հրահրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ դուք տեսնում եք ամեն օր նոր սահմանափակումներ են մտցնում գյուղատնտեսական արտադրանքի Ռուսաստան արտահանման վրա։ Ամեն օր։ Ինչ անելու մեր գյուղացին։ Ով պիտի մտածի գյուղացու մասին, ով պիտի մտածի մեր քաղաքացու բարեկեցության մասին։ Երկրի առաջնորդը մտածում է թե ոչ։ Չի մտածում։ Կարծում եմ սա էլ է մտածված, բայց ինքը չի մտածում, իրեն կառավարող ուժերն են սա մտածում։ Մեր շուկան փորձում են ազատել ադրբեջանական եւ թուրքական ապրանքների համար։ Բանակը քանդեց, Ղարաբաղը հանձնեց, հիմա էլ գյուղն է քանդում։